Ողջույն սիրելի ռադիո ունկնդիրներ եւ դիտողներ, եթերում 2X հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամյանն եմ։ Այսօր իմ հյուրն է լրագրող, հեղինակ, մոտիվացիոն խոսնակ Անի Քոչարը։ Ողջույն Անի։ Ողջույն Մանե ջան։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք եւ այսօր ունեմ հնարավորություն ձեզ հետ զրուցելու։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր գործունեության մասին նյութերը տեղեկատվությունը բավականին շատ է եւ կարծում եմ, որ շատերն են տեղյակ, հետեւում են ձեզ, որովհետեւ դուք շատ ակտիվ եք, հանրային գործունեությամբ եք զբաղվում, վերջին этаպում շատ ավելի բլոգինգի ոլորտում կաք, բոլորս տեսնում ենք, թե դուք ինչ եք անում եւ իսկապես մեծ ու արժեքավոր գործ եք անում։ Բայց քանի որ մեր ֆորմատը առաջնորդության մասին է եւ այս տաղավարում այս դռներից ներս մենք խոսում ենք մարդկանց առաջնորդային հմտությունների մասին, ուզում եմ խոսենք եւ մեր հարցազրույցը սկսենք այն ճանապարհից, որը դուք անցել եք եւ ուզում եմ սկսենք մեր զրույցը Ես ամսագրից, որը հիմնադրել եք 19 տարեկանում եւ այդ ժամանակահատվածից դրսևորել եք ձեր առաջնորդային հմտությունները։ Այո, եւ եթե ել ավելի հետ գնանք, ապա ես կարծում եմ դեռևս մանկապարտեզի տարիքից, որովհետեւ դեռ մանկապատանեկան այդ բոլոր փուլերում մանկապարտեզ, դպրոց, բակ, ես մշտապես առաջնորդի կարգավիճակում էի հանդեսներ կազմակերպել, միջոցառումներ կազմակերպել, բակերում այնպիսի մեծ համերգներ էինք կազմակերպում, որ այժմ ետ եմ նայում, թե դա որ թվականներն էր եւ մենք անգամ ինչ տեխնիկաներ էինք հայթայթում, գտնում, կազմակերպում, կարծում եմ ֆանտաստիկայի ժանրից էր այդ տարիների համար, բայց ես կարողանում էի այդ գործը գլուխ բերել, այնպես որ դեռևս շատ վաղ մանկության տարիքից են այդ առաջնորդության գծերը դրսևորվել, բայց եւ հետագայում բնականաբար դրանք առավել մասնագիտական ոլորտում, առավել այսպես կանոնակարգված բնականաբար արդեն ձևավորվել եւ դրսևորվել են։ Ես ամսագրին եմ ուզում անդրադառնանք, որովհետև իմ մանկության տարիների ամենավառ հուշերը կապված են Ես ամսագրի հետ։ Ես հիշում եմ, երբ կային այդպիսի շատ քիչ թվով ամսագրեր, որոնք մենք միշտ կարդում էինք, գնում էինք այդպես անկյուններից, թերթի կրպակներից եւ ես միշտ կարդացել եմ, որովհետև ինձ միշտ հետաքրքիր է եղել շատ հանրային մարդկանց կյանքը, հատկապես այդ տարիքում, եւ այդ ամենը եղել է ինձ համար որպես մոտիվացիայի աղբյուր, որ եթե շատերը կարողանում են, ապա ես էլ կկարողանամ եւ այդ արգելքը, այդ մտային սահմանափակումները ես ամսագրի շնորհիվ ինձ մոտ դուրս են եկել եւ հետաքրքիր է ոնց միտքը ձեզ մոտ առաջացավ, որ դուք հիմնադրեք Ես ամսագիրը։ Նախ պետք է ասեմ, որ ինձ համար առավել մեծ գնահատական, քան այն է, ինչ այժմ դուք ասում եք, լինել չի կարող, որովհետեւ ամեն Աստծո օր ինձ հանդիպում են այսպիսի պայծառ երիտասարդներ, պայծառ մարդիկ, ովքեր ասում են, որ ես ամսագրի ընթերցողն են եղել, ոգեշնչվել են, ոգևորվել են, թևեր են առել, հասկացել են, որ իրենք էլ կարող են կհաջողեն եւ ես կարծում եմ, որ մի ողջ սերունդ, որը մեծացել է Ես ամսագրով, այսօր այնպիսի հրաշալի անուններ կան նաեւ շատ հայտնի, ովքեր անցել են մեր տարբեր դասընթացները կամ մեր տարբեր ակումբները ընթերցողների կամ մոդելների կամ հաղորդավարների եւ լրագրողների եւ պետք է ասեմ, որ դա ինձ շատ ոգեշնչում է նաեւ այժմ կանգ չառնել եւ շարունակել արարել, ինչու ոչ նաեւ Ես ամսագիրը սկսել վերահրատարակել, իսկ ինչպես ստեղծվեց Եսը, որ ասեմ շատ պատահական սուտ կլինի, որովհետեւ ես թեև 19 տարեկան էի, բայց արդեն իսկ մի քանի տարի էր ինչ լրագրության ոլորտում էի, իմ քայլերը սկսել եմ կանչ եւ արևածաղիկ մանկապատանեկան թերթերից, հանրային ռադիոյից, այնուհետև երբ արդեն որոշակի ճանապարհ էի անցել եւ մի շարք լրագրողական դպրոցներ էի անցել, այդ ժամանակ արդեն Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էի, բայց քանի որ նաեւ մանեքենուհի էի աշխատում, Չինաստանում գործուղման էի 1 ամսով եւ այդ 1 ամսվա ընթացքում բնականաբար լրագրողին բնորոշ այդ տնտղող, ուսումնասիրող հայացքով նայում էի թե իրենց մոտ մեդիաները ինչ կարգավիճակում են եւ որ փուլում են եւ հասկացա, որ Չինաստանը անգամ դա 2005 թվականն էր, այնքան առաջ են եւ այնքան զարգացած, անթիվ անհամար շատ գունագեղ ամսագրեր եւ տպագիր հանդեսներ ունեին եւ ինձ մոտ այսպես նախանձախնդրել
արձագանքախնդրություն ու պատվախնդրություն առաջացավ, որպեսզի մեր երկրում նույնպես մեր պատանիների եւ երիտասարդների համար ստեղծենք այնպիսի մի հանդես, այնպիսի մի ամսագիր, որը նույնքան գունեղ, կանչող ու գրավիչ կլինի եւ միևնույն ժամանակ նաեւ մասնագիտորեն գրագետ, ճիշտ կազմված եւ ճիշտ մատուցված, այնպես որ ես 2005 թվականին Չինաստանից վերադարձա հստակ որոշմամբ հանրային ռադիոյի աշխատանքից դուրս գալու, որ ինձ համար այդ ժամանակ շատ կայուն աշխատանք էր եւ պետհամալսարանին հանրային ռադիոյի շենքը շատ մոտ էր հարևանությամբ, այսինքն որպես ուսանող, որպես աշխատող ուսանող ինձ շատ հարմար էր եւ շատ ռացիոնալ էր ժամանակի նաեւ տնօրինման տեսանկյունից, որ ես օրվա մի մասը ռադիոյի շենքում էի, մի մասը պետհամալսարանի շենքում էի, բայց ես շատ վճռական եմ իմ որոշումներում եւ դժվարությունները ինձ չեն վախեցնում եւ հստակ որոշմամբ վերադարձա, որ ռադիոյի աշխատանքից դուրս եմ գալու եւ հիմնելու եմ արդեն իմ ամսագիրը։ Իդեպ ասեմ նրանց համար, ովքեր չգիտեն, մինչ ես ամսագիրը հրատարակել եմ Bravo Plus անվամբ ամսագիր, որը որ հետագայում այնպես ստացվեց, որ կարծես դարձավ փորձնական համար եսի համար, որովհետև արդեն Bravo Plus-ի այդ պատրաստի ամսագիրը, որը նույնպես վաճառվել է կրպակներում, կցեցի իմ մեդիա նախագծին ես ամսագրի եւ արդեն ներկայացրեցի այն մեծ մեդիա ընկերությանը, որի հետ համատեղել սկսեցինք ես ամսագիրն անել։ Այնպես որ այսպես է եղել մտահղացումը եւ շատ սիրուն, շատ այսպես փուլ առ փուլ ես եկել եմ նրան, որ պետք է ստեղծեմ իմը եւ պետք է նոր ասելիքով, այն ժամանակ կարգախոս ունեի, ասում էի մենք ենք որ նոր ենք եւ մենք գալիս էինք նոր ասելիքով, նոր ձևաչափով, այն ժամանակ շատ հայտնիների համար չընկալելի, անընդունելի, որովհետեւ մենք յուրաքանչյուր երևույթի, յուրաքանչյուր քայլի մոտենում էինք եւ դիտարկում էինք բազմակողմանի։ Խնդիր չունեինք դրված, որ բոլորի հետ պետք է շատ բարի դրացիական փուփուշ հարաբերություններում լինենք, այլ եթե կար քննադատության արժանի որևէ բան, իհարկե ոչ անձնական դիտանկյունից ելնելով, այլ զուտ մասնագիտական, մենք դա էինք անում եւ այն ժամանակ դա սվիններով էր ընդունվում, որովհետեւ հայտնիները սովոր չէին, իրենք սովոր էին, որ իրենց մասին միայն պետք է լավը գրեն, անգամ եթե դա կեղծված դրականն է։ Հետաքրքիր է, բավականին երիտասարդ ժամանակահատվածում եք դուք հիմնել եւ ես ամսագիրը իսկապես հաջողել է, որովհետեւ այն երկար տարիներ աշխատեց, վաճառվեց, բոլորս մեծացանք եսը կարդալով եւ հետաքրքիր է համագործակցություններ փնտրելիս դուք արդյոք առնչվում եք այդ բախումներին, որ դուք երիտասարդ աղջիկ եք, այդքան երիտասարդ, ով նման համարձակ որոշում է կայացրել ու շատ հնարավոր է, որ հասարակությունը կամ ձեր պոտենցիալ գործընկերները ձեզ լուրջ չվերաբերվեին կամ լուրջ չընկալեին, ունեցել եք այդպիսի խնդիրներ։ Ես առհասարակ նման մտավախություններ չունեի, բայց չունեի ինչու, որովհետև այնպես չէր, որ ես տանից նստած մեկ օր վեր կացա եւ գնացի թակեցի այդ մեծ մեդիա ընկերությունների դռները։ Ես այդտեղ արդեն իսկ աշխատում էի։ Ես այդ մեծ մեդիա ընկերության հենց առաջին հիմնաքարերը, որ դրվել է, խոսքը Armenia հեռուստաընկերության շենքի մասին է շատ հայտնի, այդ սպիտակ շենքը այդ տարիներին եւ այդ մեծ մեդիա ընկերությունը գիտեր յուրաքանչյուր ով կապ ուներ այս կամ այն կերպ մեդիա գործունեության հետ։ Եվ ես արդեն իսկ այդ շենքի ներսում էի տարբեր իրենց նախագծերում, տարբեր իրենց կլիներ TV մոլը, կլիներ որևէ հաղորդում, թե որպես մոդել, այս կամ այն նախագծում ընդգրկված եւ նկարահանումներում աշխատող, այնպես որ ես արդեն իսկ աշխատում էի այդ մեդիա ընկերությունում կամ թղթակցում էի եւ իրենք ինձ ճանաչում էին։ Ինձ դժվար չէր հայտ ներկայացնել նոր նախագծի, որովհետև իրենք գիտեին ում հետ գործ ունեն, որ չնայած իմ երիտասարդ տարիքին շատ մեծ պատասխանատվություն ունեմ գործի նկատմամբ, երբեք տարիքս չի խանգարել, որպեսզի գործս անեմ մասնագիտորեն գրագետ եւ ճիշտ, եւ երբեք ժամկետների հետ կապված մարդկանց փաստի առջև չեմ կանգնեցրել։ Չի ստացվել այնպես, որ ես որևէ նախագիծ կամ որևէ հոդված կամ նյութ, եթե պետք է հանձնեմ տպագրության, պայմանավորված իմ տարիքով ես ասեմ, գիտեք, չեմ հասցրել կամ չի ստացվել, այսինքն ես ոչ թե սկսնակ մեկն եմ, ես արդեն իսկ պատրաստ կադր էի եւ աշխատում էի
Այնպես որ երբ նախագիծը ներկայացրեցի, տնօրինությունը միմիայն ողջունեց, միակ մտավախությունն այն էր, որ տպագիր մամուլը Հայաստանում ոչ այդքան եկամտաբեր է, բայց շատ ծախսատար է եւ յուրաքանչյուր տպագիր թողարկում դա ահռելի ծախսերի հետ կապված մի աշխատանք է եւ մարդիկ տեսնում են արդեն պատրաստի ապրանքը, արտադրանքը, որը իրենք թերթում են, բայց դրա յետևում մի ամբողջ հսկայական մեծ թիմ է աշխատում, աշխատակազմ է ենթադրում տպագիր մամուլը Եվս դրա իրենց համար խնդիրն այն էր, որ եթե ես ղեկավարելու եմ մի ամբողջ մեծ աշխատակազմ, աշխատախումբ, որտեղ նաև ընդգրկված են լինելու ինձանից տարիքով մեծ մարդիկ, ես էլ այդ տարիներին շատ բռնկուն, տաքարյուն, զգացմունքային մարդ էի, իրենց համար շատ կարևոր էր, որ իմ տարիքը չխանգարի գործը մինչև վերջ տանելուն եւ օրերից մի օր ես չասեմ, որ Գիտեք, ես ծավալները չէի պատկերացնում եւ այսքան մեծ բեռի տակ մտնելը վաղ էր, բայց ես վստահեցրեցի, որ մենք նման խնդիր չենք ունենալու, բայց բնականաբար գործնական տիրույթում չկան խոստումներ, կա խոսքով եւ գործով ապացուցել այն, ինչ մարդիկ քեզանից ակնկալում են, եւ շատ կարճ ժամանակ հետո ղեկավարության ողջ այդ մտավախությունները փարատվեցին եւ ոչ միայն 10 տարի շարունակ անխափան ես ամսագիրը հրատարակվել է, ես նաեւ ասեմ ինչու ես նախագիծը ներկայացրեցի մեծ ընկերության։ Ես պատրաստ էի ինքնուրույն այդ ամենը գլուխ բերել, բայց կար շատ մեծ խնդիր ֆինանսական ներդրումները, որը բնական է, չէ, 19 տարեկան աղջիկը չի կարող իրեն թույլ տալ, չունենալով ռեսուրսներ այնպիսի, որոնք այդ տարիքում հնարավոր է ունենալ, հատկապես երբ չես դիմում ընտանիքիդ կամ բարեկամներիդ օգնությանը, եւ ես նաեւ միշտ համեստորեն բարձրաձայնում եմ եւ նաեւ որպես նշան երիտասարդներին եւ պատանիներին, որ դուք կարող եք չլինել հարուստ ընտանիքից, ես չեմ եղել հարուստ ընտանիքից եւ իմ ընտանիքը ինձ սկուտեղի վրա չի մատուցել այն ամենը, ինչին ես հասել եմ, այլ ես ինքս պայքարել եմ, հայտ եմ ներկայացրել այս կամ այն նախագծի կամ շատ մեծ մի գործունեության համար եւ իմ գործով եմ ապացուցել, որ ես դա կարող եմ անել եւ մարդկանց հուսախաբ չեմ արել այն մարդկանց, ովքեր ես միշտ պատվով նշում եմ Սարգսյան ընտանիքին, Վահագին եւ Բագրատին Սարգսյան, որովհետեւ մեդիա ընկերությունում որտեղ 19 տարեկան աղջկան տալիս են այդ հնարավորությունը տեսնելով նրա մեջ այդ պոտենցիալը վստահում են նրա ուժերին եւ կարճ ժամանակ հետո դու կարողանում ես նրանց ապացուցել, որ զուր չեն վստահել քեզ, սա արժանի է գնահատանքի, որովհետեւ երիտասարդներին իսկապես պետք է տրվի այդ հնարավորությունները, որովհետեւ երբեմն մենք թերահավատորեն ենք վերաբերում դեռահասներին կամ երիտասարդներին, բայց իսկապես հենց նրանք են ամենաթարմություն եւ նորություն եւ շատ մեծ այսպես թափ բերող ուժը, որովհետեւ նրանք հոգնել չունեն, տրտնջալ չունեն, շատ մեծ ամբիցիաներ չունեն վարձատրության տեսանկյունից, այնպես որ ես շատ ողջավորությամբ եւ ուրախությամբ եմ այս ամենը պատմում եւ նաեւ հույսով, որ շատ երիտասարդներ ոգեշնչվում են այս պատմություններով եւ երբեք չեն կարծում, որ իրենք դեռ փոքր են, որ չգիտեմ, պետք է հասնեն ինչ-որ շատ պատկառելի տարիքի եւ նոր միայն կարողանան իրենց սեփական գործը սկսել։ Միանշանակ երիտասարդներին ոգեշնչում է պետք, օրինակ է պետք, որովհետև երբ երիտասարդը տեսնում է, որ մյուս մարդիկ եւս կարողանում են անել, իրենց նման հասարակ ընտանիքից ծնված շատ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ կարողանում են դա իրականացնել, դա իրենցից էլ հեռու չէ։ Եվ այդ զգացողությունը կարծում եմ շատ կարևոր է որևէ նոր գործ, նախագիծ սկսելու համար։ Ես գիտեմ, որ դուք հիմա պլաններ ունեք եսը վերաթողարկելու եւ պլաններ ունեք եսի։ Այո։ Մի քիչ կպատմեք։ Եսը պետք է վերածնվի ըստիս եւ սա բացառապես իմ երազանքը չէ եւ իմ այսպես կամակորությունը չէ վերահրատարակելու իմ երբեմնի ամենահաջողված նախագծերից մեկը, այլ սա պահանջ է հանրային, որովհետեւ չկա մի վայր, անգամ մարզեր, երբ ես գնում եմ, որովհետեւ ես մոտիվացիոն ելույթներով ողջ Հայաստանով եմ հանդես գալիս եւ ցանկացած մարզից, որ ինձ հրավիրում են, ես պատրաստակամորեն
սիրով գնում եմ եւ այն հարյուրավոր հանդիպումները, որոնք լինում են, մարդիկ ինձ ասում են Անի ջան, մենք կարոտել ենք մեր եսը, հետ վերադարձրեք մեր եսը, եւ ինչպես 2005-2006 թվականներին էին ինձ պնդում, որ մարդիկ այլևս թերթ կամ ամսագիր չեն կարդում, որ տպագիր մամուլը սպառել է իրեն, որ պահանջարկ չկա, ես այն ժամանակ էլ էի ընդդիմանում եւ ասում էի, որ ցանկացած ճիշտ արտադրանք, եթե ճիշտ գտել ես ֆորմատը, ձևաչափը, թե դու ում համար ես այն ստեղծում, ով է լինելու քո ընթերցողը, ինչ ես ուզում տալ ընթերցողիդ, ապա անհնար է, որ ընթերցողը չգա դեպի քեզ։ Եվ այժմ էլ, երբ մասնագետներից շատերն ինձ ասում են, բայց այժմ սոցմեդիաները խեղդել են դաշտը, տպագիր մամուլը չի կարող շնչել, չի կարող իր տեղը գտնել կրկին, ես վստահորեն ասում եմ, որ այդպես չէ, դա թյուր կարծիք է, որովհետև ինչպես 2006 թվականին, այնպես էլ այժմ 2026 թվականին, նայեք, ասում եմ եւ չեմ հավատում, որ 20 տարի է անցել։ Աստված իմ, 20 տարի անցել է եւ անգամ այժմ 20 տարի անց ես ուղղակի վստահեցնում եմ, իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա պահանջարկ, բայց կա պահանջարկ ճիշտ ֆորմատի, ճիշտ ձևաչափի, որովհետև մարդիկ կարոտ են այդ հին մշակույթին, այդ կուլտուրային ինչ որ բան թերթելու, թեկուզ սուրճի կամ թեյի մեկ գավաթի շուրջ պարզապես աչքի տակով ինչ որ մի բան կարդալու կամ նկարները ուսումնասիրելու, սրճարաններում ինչ որ մի բան ձեռքում ունենալու եւ կարդալու, այնպես որ այդ գեղեցիկ մշակույթը եւ առհասարակ կամ պետություններ, որտեղ տպագիր մամուլը չի զիջել իր դիրքերը, չնայած նրան, որ սոցմեդիաները շատ այսպես շռնդալից մտել են մեր կյանք, այնպես որ ես հուսով եմ, որ ես ամսագիրը իր վերահրատարակությունից հետո էլ ունենալու է նույն պահանջարկը եւ այդ նույն սերը եւ ջերմությունը, որ տածում էին մեր հրատարակած ամսագրի նկատմամբ, կլինի նաև այժմ, որովհետև ես զարկերակ իմ ընթերցողի գտել եմ կրկին, որովհետև մի պահ, երբ ես Գերմանիայում էի բնակվում, ես այդ զարկերակը կորցրել էի, եւ երբ վերադարձա չէի շտապում անմիջապես վերադառնալ եսին եւ վերահրատարակել, որովհետև ինձ պետք էր կրկին ճանաչել իմ ընթերցողին, որովհետև այդ 8 տարիների ընթացքում ընթերցողը շատ էր փոխվել։ Ես վերադարձա Հայաստան եւ բոլորովին այլ մարդու բացահայտեցի, հայ մարդը այսպես հեղաշրջված մեկն էր, թե գաղափարների տեսանկյունից, թե մտածելակերպի, թե ապրելակերպի, անգամ կենցաղավարության, որովհետեւ բոլոր այն նորամուծությունները, որոնք ողջ աշխարհով, արևմուտքով, Ամերիկայով շրջում էին, փաստորեն դրանք էլ էին արդեն թափանցել Հայաստան, իսկ ինձ թվում էր, թե Հայաստանը դեռևս մնացել է այն թվականում, որում ես լքել եմ Հայաստանը, այնպես որ ինձ այս մի քանի տարին պահանջվեց, որպեսզի ես կրկին ուսումնասիրեմ իմ ընթերցողին, ես նոր հայ մարդու տեսակը զգամ, հասկանամ եւ կրկին զարկերակը գտնեմ, որpիսի երբ այդ ձեռքը դնում ես արդեն այդ պուլս կոչվածին զարկերակին, դու գրեթե չես սխալվում, բայց եթե դու չես զգում քո ընթերցողին եւ դու պարզապես այսպես օդի մեջ, այո, մենք կարող ենք շատ գեղեցիկ գաղափարներ ունենալ եւ կարող ենք անգամ մեկ օրում մի քանի միտք իդեա գեներացնել, թեկուզ անգամ թղթին հանձնել եւ նախագծի տեսք տալ դրան, բայց արդյոք դա կյանքի կոչելիս կապրի, արդյոք կյանքի կոչելիս այն կկարողանա որպես առանձին միավոր իր տեղը գտնել եւ շարունակել ապրել ու զարգանալ, դա այլ հարց է, որովհետեւ հրաշալի հանճարեղ մտքերը մեկ բան են, դրանք կյանքի կոչելը եւ հաջողելը բոլորովին այլ բան են։ Այդ իսկ պատճառով ինձ այս ժամանակահատվածը շատ կարևոր էր, շատ անհրաժեշտ էր, ինչպես վստահաբար գրքերին էլ ենք անդրադառնալու, ուզում եմ եւ այդ օրինակը բերել, ինչպես գրքերիս պարագայում ես ասում եմ, եթե ինքնանպատակ լինի գիրք հրատարակելը, այո, կարող ես նստել, գրել, եթե գրչի մարդ ես եւ բեղուն է գրիչդ եւ դու ասելիք ունես, կարող ես թեկուզ տարվա մեջ մի քանի անգամ գիրք հրատարակել, բայց քանի որ ես ինձ չեմ վերագրում գրողի այդ մեծ պատիվը, ես չեմ ասում ես գրող եմ, ես լրագրող հեղինակ եմ եւ քանի որ իմ գրքերը դրանք ամբողջությամբ իրական փաստերի հիման վրա են, ես իմ գրքերն էլ չեմ շտապում, որ ես պետք է նորից նորությամբ հանդես գամ, ժամանակ եմ տալիս, որպեսզի կյանքով քննություն բռնած իրողություններն ու իրադարձությունները մի փոքր կուտակվեն,
ասելիքը առավել հիմնավոր լինի եւ մոտիվացիայի չափաբաժինը մեծ լինի, նոր միայն նոր գրքով եմ հանդես գալիս, այնպես որ ինձ մոտ միշտ այս սկզբունքը եղել է, երբեք չանել ինչ-որ մի բան անելու համար, չանել նախագիծ զուտ ցույց տալու համար, որ ես այստեղ եմ, ես դեռ կամ, ես դեռ գործում եմ, այլ անել այնպես, որ իսկապես հետք թողնես։ Ինձ համար այդ հետագիծ կոչվածը միշտ շատ կարևոր է եղել։ Հետաքրքիր է, ձեր հաջողված նախագծերը իսկապես շատ են, եւ գրքերը բավականին հայտնի դարձան շատերի համար, կյանք փոխեցին, կարևոր դեր ունեցան եւ ձեր գործունեությունը ձեր բոլորիս աչքի առաջ է այդ ամենը, բայց ինձ հետաքրքիր է, դուք ունեցել եք այնպիսի պրոյեկտներ, որոնք շատ սիրել եք, որոնց մեջ մեծ եռանդ ու ներուժ եք դրել, բայց դրանք չեն ստացվել կամ ձախողվել են։ Ես պետք է այսպես երջանկությամբ ասեմ ոչ, որովհետև չստացված նախագիծ ես բարեբախտաբար չունեմ եւ ճիշտ է եսից այժմ խոսեցինք, որովհետև եսը շատ հատկանշական է որպես մարդու նախագիծ, ով ընդամենը 19 տարեկան է եղել եւ մի նախագիծ, որը շատ մեծ հաջողություն է ունեցել, բայց Անի Քոչար Production-ը ունեցել է շատ տարբեր ուրեմն մեդիա նախագծեր, որտեղ անգամ մենք չենք երևացել, Անի Քոչարը որպես անձ չի երևացել, բայց դա եղել է Անի Քոչար Production-ի նախագիծը կամ Անի Քոչար Production-ի պրոդուկտը։ Մենք անգամ հանրային հեռուստաընկերության համար էինք որոշակի աշխատանքներ իրականացնում, այս կամ այն մեծ ընկերությունների համար էինք տարբեր նախագծեր իրականացնում, բայց մենք որպես Անի Քոչար Production չէինք երևում, որովհետև պետք է երևար տվյալ ընկերությունը կամ տվյալ հեռուստանախագիծը կամ տվյալ մրցանակաբաշխություն կլիներ, թե երգչի PR կլիներ։ Մենք շատ երգիչների էինք առաջին շարք բերել, բայց հաճախ չենք երևացել, որովհետև հասկանում եք, անձերով պայմանավորելը շատ վտանգավոր է, երբ օրինակ միշտ երևում է Անի Քոչարը, ստացվում է Անի Քոչար, բայց կան նախագծեր, որտեղ քո անձը չպետք է երևա, դու քո անձը պետք է մի կողմ դնես եւ թույլ տաս այն պրոդուկտը, կապ չունի մարդն էլ է պրոդուկտ, յուրաքանչյուր երգիչ, յուրաքանչյուր մարդ, ով հանրային գործունեություն է ծավալում, ինքը պրոդուկտ է, եւ որpիսի դու կարողանաս տվյալ ստեղծագործական պրոդուկտը առաջ մղել եւ իրեն դարձնել աստղ կամ իրեն դարձնել հայտնի, ապա դու հնարավորինս պետք է այնպես աշխատես, որ չպայմանավորվի քո անձի հետ, որպեսզի կրկին առաջին գիծ չգա քո անունը եւ երևա տվյալ երգիչը, այնպես որ մենք շատ հաջողված նախագծեր ենք ունեցել։ Անի Քոչար Production-ի թիմը միաժամանակ աշխատակազմը աշխատում էր եւ ամսագիր էինք ստեղծում եւ էլեկտրոնային կայքեր ունեինք, այդ թվում նաեւ քաղաքական կայք էինք սկսել President AM-ը եւ շատ տարբեր նախագծեր, որտեղ որ եթե պետք չէր այդտեղ Անին երևար, ես փառք Աստծո շատ ինքնաբավ մարդ եմ։ Ու թեև շատերը կարծում են, որ ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ լիդեր եմ, սիրում եմ երևալ, առաջին շարքում լինել, այո, ես սիրում եմ իմ աշխատանքում հնարավորինս ամեն բան լավ եւ վառ անել, բայց ես ունեմ այն խելամտությունը, որ կախված նախագծից եւ կախված այն հանգամանքից, թե որքանով եմ ես ըստ իմ մտահղացման նախատեսել այդտեղ, որ դա պետք է կապվի իմ անձի հետ, թե չկապվի, ես ունեմ այդ համեստությունը եւ խոնարհությունը ինձ ոչ միայն մեկ քայլ ետ տանելու, այլ ամբողջովին իմ անունը այդտեղից հանելու եւ թույլ տալու, որ երևա այն մարդը կամ այն նախագիծը, որը պետք է երևա առանց իմ անձի գործոնի։ Եվ մենք փառք Աստծո չենք ունեցել տապալված նախագծեր, չենք ունեցել նախագիծ, որը սկսել ենք եւ հասկացել ենք, որ այնուամենայնիվ հում էր, դեռ ամբողջությամբ չէր հասունացել եւ ժամանակը չէր, կամ մենք ճիշտ չէինք գտել թիրախային լսանը, փառք Աստծո նաեւ շնորհիվ իմ մասնագիտական գիտելիքների, որովհետեւ մանեջան, ինչպես զրույցի սկզբում նշեցի,
Շատերը կարծում են, որ ուսանող ամսագիր է ստեղծել, բայց մինչև ուսանող լինելը շատերը նաև այդ փուլում կարող էին կանգ առնել եւ այլևս չշարունակել, որովհետեւ ես մասնագիտական արդեն իսկ մի քանի կրթություն էի ստացել։ Կապ չունի դու ֆորմալ կրթություն ես ստանում, թե ոչ ֆորմալ։ Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ֆորմալ կրթությունը եւ ոչ ֆորմալ կրթությունը դրանք նույն նժարի վրա են, որովհետեւ կարևորը այստեղ կրթության որակը։ Իսկ ես շատ լավ կրթություն էի ստացել իմ առաջին լրագրողական դպրոցի արևածաղիկ ամսագրում, որը ես անցնում էի, մեզ դաս էին տալիս այն ժամանակվա այնպիսի մեդիա մեծություններ, որ ինձ համար մեծ պատիվ էր Նունե Ալեքսանյանը, Արտակ Հերիքյանը, Արամ Հարությունյանը եւ Տաթևիկ Բաղդասարյանը, այսինքն ես անցնում էի դպրոց, որտեղ իմ վկայականի տակ ստորագրում էին այդ ժամանակվա լրագրության շատ կարկառուն ներկայացուցիչներ, նույնը Կանչ մանկապատանեկան թերթի Շավիղ լրագրողական դպրոցը, որը ես անցել եմ եւ անգամ այդ տարիքում իմ հոդվածները տպագրվում էին Սփյուռքում, այսինքն շատ հստակ կրթություն եւ մասնագիտական ճանապարհ կար, որը ես անցել էի եւ ես սա պատահական չէ, որ կրկնում եմ, որ ես այնպես մեկը չէի, որ տանը նստած որոշում էի ինչ որ շատ մեծ շռնդալից ինչ որ նախագծերով հանդես գալ։ Ես ունեի այդ եւ փորձը եւ կրթությունը ինձ թույլ տալու այդ նախագծերը անել, թեև երիտասարդ տարիքին։ Եվ այդ իսկ պատճառով անհաջող գործեր եւ չստացված նախագծեր չկային, որովհետեւ ինչպես նշեցի, ես երբեք չեմ ունեցել այդ ամբիցիաները եւ նկրտումները պարզապես Երևալու համար ինչ որ նախագիծ անել եւ գործ անել, որովհետեւ դեռ փոքր տարիքից այդ ինքնաբավությունը եւ Փառք Աստծո նաեւ երկրորդ մասնագիտության շնորհիվ մանեքենուհու ես այնքան շատ էի երևում, որ ինձ համար կարիք չկար լրացուցիչ անգամ Երևալու, ես չունեի այդ խնդիրը ինձ ցուցադրելու, քավլիցի եւ նախագծերը հաջողում էին, որովհետեւ դրանք յուրաքանչյուրը իրենց տեղում էին, իրենց դերում էին եւ այս վերջերս զրույց ունեինք մեկի հետ, չգիտեր X նախագծեր, որոնք մենք ենք արել, ասում էր ոնց դա դուք եք արել, ասում եմ այո։ Այսինքն տեսեք, որքան կարողացել ես գրագետ մոտենալ գործին, որ անգամ ամենահաջողված նախագիծը, որը քո մեդիա ընկերությունն է այդ ակետից մինչև Եվոֆե արել եւ հանձնել, դու չես երևացել որպես անձ, որտեվ չունես այդ խնդիրը քեզ որպես անձ ներկայացնելու։ Անի Քոչարը բրենդ է, անձնական բրենդ, որի թեմայով ես շատ հաճախ եմ խոսում վերջին этаպում, որովհետև ինքս էլ հետաքրքրվում եմ անձի բրենդինգով, ուսումնասիրում եմ, վերջերս նաև կրթություն ստացա այս ոլորտով եւ երբ նայում եմ մարդկանց անձի բրենդերին, հատկապես հանրային գործունեությամբ զբաղվող մարդկանց անձի բրենդերին, արդեն այսպես վերլուծողական աչքով եմ փորձում դա աչքի անցկացնել եւ հետաքրքիր է դուք ինչպես եք մտածում, արդյոք հանրային գործիչը, մարդը, ով ուզում է իսկապես հետաքրքիր եւ օգտակար գործունեությամբ զբաղվել, պետք է ունենա կայացած եւ փաթեթավորված անձի բրենդ։ Ես կարծում եմ այո, որովհետև նախ այն, որ դու զրոյից քեզ կերտում ես, իսկ ես ինձ զրոյից կերտել եմ եւ ինձ չի մատուցվել որևէ բան սկուտեղի վրա, ես ոչ թե ստիպված էի, այլ պարտավոր էի լինել նա, ով ուզում եմ լինել, եւ ես ինձ այդպես խճանկարի նման, փազլի նման հավաքում էի։ Եվ շատ էի ինքս ինձ վրա աշխատում։ Եվ այդ փաթեթավորված պրոդուկտը, ինչպես որ ասվում է հաճախ, որ դու քեզ մատուցում ես, ներկայացնում ես, հենց քո ձեռքի գործն է, որովհետև քեզանից է բացառապես կախված եւ քո մատուցումից, թե քեզ ինչպես կընկալեն, քեզ ինչպես մարդիկ կընկալեն, որովհետև այդ մարդկանց մոտ քո իմիջը, կերպարը միշտ ձևավորվում է հենց այնպիսին, ինչպիսին դու ես ցանկացել մատուցել։ Եվ այժմ էլ տեսեք, օրինակ շատերի ինձ ասում են, գիտես Անի, դու խոսում ես քո խնդիրների մասին, քո առողջական խնդիրների մասին, որոնք դու դրանց մասին բարձրաձայնում ես ոչ ինքնանպատակ, անում ես նրա համար, որպեսզի մարդկանց քաջալերես, մոտիվացնես, բայց դու երբեք չես մտնում զոհի կարգավիճակի եւ այն դերում չես, որ ես հիվանդ եւ տկար ու խղճահարության արժանի ինչ որ մեկն եմ։ Դա էլ է, չէ, քեզանից է կախված, թե դու քո այդ բրենդ կոչվածը, քո անձնական այդ կերպարը ինչպես ես ձևավորում մարդկանց մոտ։
թվում է թե բոլորը գիտեն իմ խնդիրների մասին, բայց ինձ երբեք որպես զոհ կարծում եմ չեն ընկալում։ Որպես զոհ ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ չեն ընկալում, որովհետև եւ ձեր արտահայտչամիջոցները եւ ձևակերպումներն այնպիսինն են, որոնք իսկապես մարդկանց քաջալերում են, մոտիվացնում են, կյանքը շարունակելու, ապրելու, արարելու հույս են տալիս եւ ինչպես ասացի, դուք այն վառ օրինակն եք, որը մարդկանց իսկապես կարող է ցույց տալ, որ այո, ես կարող եմ ունենալ բազմաթիվ խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ ես կարող եմ ապրել լիարժեք այնպիսի կյանքով, որը ինձ հաճույք է պատճառում, որը շատերին մոտիվացնում է եւ օգտակար գործ է անում։ Բայց ուզում եմ նաեւ անդրադառնանք ձեր այս վերջին հայտարարությանը, որ ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշեցիք, որ ուզում եք եւ ցանկություն ունեք, առաջարկ ունեք նաեւ ավելի քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Այն, որ դուք հասարակական գործունեությամբ միշտ եք զբաղվել, դրա մասին բոլորս գիտենք, ինչ որ չափով նաեւ եղել է քաղաքական ներգրավվածություն, բայց հիմա այս փուլում, հատկապես այս քաղաքական ակտիվ էտապում, ինձ հետաքրքիր է դուք որպես կին առաջնորդ, ինչպիսի բացեր եք տեսնում եւ որն է ձեր միտումը, ցանկությունը Հայաստանի այս քաղաքական կարգավիճակում նորից մտնել քաղաքական ոլորտ եւ որևէ գործ անել։ Նախ պետք է ասեմ, որ այդ վստահությունը կրկին քաղաքականություն վերադառնալու անգամ այն պարագայում, երբ ունես որոշակի առողջական խնդիրներ, որտեղից է գալիս, որովհետև այս ընթացքում հասցրել եմ չարախոսություններ լսել, որ ավելի լավ է դու գնա քո առողջությամբ զբաղվիր, երբ սովորում էի լիդերների դպրոցում, եւ մենք ուսումնասիրում էինք նաեւ համաշխարհային լիդերներին, ես պետք է ասեմ, որ ճիշտ է, դժբախտաբար, բայց նրանց մեջ շատերն են եղել, ովքեր ունեցել են շատ տարբեր առողջական խնդիրներ, այդ թվում հաշմանդամություն, այդ թվում իծն է տարբեր շատ լուրջ ախտորոշումներ, սակայն դա նրանց չի խանգարել աշխարհն անգամ փոխելու եւ շատ մեծ գործունեություն ծավալելու եւ բոլոր այն չարախոս մարդիկ, ովքեր կարծում են, որ առողջական խնդիրներդ պետք է ստիպեն դադարել ապրել եւ գործել կամ ցանկանալ ու ձգտել, որ քո երկրում ինչ որ դրական փոփոխություններ լինեն կամ դու չես կարող այլևս հանրօգուտ գործ անել, որովհետեւ ունես այս կամ այն առողջական խնդիրը, ես այսպես եմ կարծում, քանի դեռ դու իզորու ես եւ այնչափ տկար չես, որ անկողնային հիվանդ լինես, ապա որևէ մեկը չպետք է ստիպի քեզ եւ սահմանափակի եւ քո փոխարեն որոշի, թե դու որքանով կարող ես։ Այնքանով, որքանով ես կարող եմ, իմ ներուժը կարող է թույլ տալ, անգամ այո, իմ շատ լուրջ ախտորոշումների հետ համատեղ, բայց գործել եւ աշխատել ու արարել, ես կարծում եմ, եթե ես չունենայի այդ ինչ որտեղ վստահությունը եւ վճռականությունը, ես երբեք քայլ անգամ չէի մեկնի։ Իսկ ես շատ պատասխանատու անձնավորություն եմ, ես յուրաքանչյուր քայլից առաջ շատ լուրջ հաշվարկներ եմ անում, իսկ այն իմաստով, որ քաղաքականություն վերադառնալու, ասեմ, 2019-20 թվականից ի վեր, երբ ես սկսեցի արդեն պարբերաբար գնալ, որովհետև դեռևս Գերմանիայում էի ապրում, դեռևս այդ ժամանակվանից ունեի առաջարկներ տարբեր քաղաքական ուժերից, բայց այն ժամանակ ես կարծում էի, որ պատրաստ չեմ, որովհետև ինչպես ասացի, հայ մարդը շատ փոխվել էր, ես դեռևս չէի ճանաչում մեր նոր իրողությունները եւ ինչ ժամանակ էր պետք ուսումնասիրելու, նաեւ ապրելու այս ամենի մեջ, որովհետեւ մեկ այլ բան է, երբ դու հայրենիքով ապրում ես, բայց հեռվում, ես օրը 24 ժամ ապրում էի Հայաստանով, բայց դա բոլորովին այլ բան է, քան դու արդեն իսկ ապրում ես այստեղ, շնչում ես այն ամենով եւ ապրում ես այն բոլոր հոգսերով եւ խնդիրներով, որով քո համակարգացիները։ Դրա համար եկավ պահը, երբ ես կարծում եմ, որ ես բավականաչափ ուսումնասիրել եմ մեր այս շրջանի խնդիրները, իհարկե ճիշտ է, պատերազմից հետո շատ բան փոխվեց, այժմ մարտահրավերներն այլ են, իրողություններն այլ են, բայց ես կարծում եմ, որ Համենայն դեպս նաև այն փորձը, որը ես ձեռք եմ բերել Գերմանիայում ապրելու եւ աշխատելու տարիներին, իսկ ես Գերմանիայում մեդիա ոլորտում չեմ աշխատել, իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, ես Գերմանիայում աշխատել եմ պետական կառույցներում, որպես փախստականների ուղեկցող եւ թարգմանիչ, եւ Կարմիր խաչում եմ աշխատել։ Միջազգային կազմակերպություններում եւ պետական կառույցներում աշխատելու տարիներին այն
հսկայական պաշարը, թե գիտելիքների, թե փորձի, որովհետև դու անմիջականորեն հենց ներսում բուն այդ պետական համակարգում ես աշխատում, գործ ունես ողջ այդ իրենց մեխանիզմների հետ, ինչպես սոցիալական ծրագրեր իրականացնել, ինչպես կառավարել ճիշտ պետությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր ոլորտ իր տեղում ճիշտ աշխատի եւ պետությանը օգուտ տա, եւ պետք է ասեմ այն կրթությունը նաեւ, որը ես ստացել եմ Գերմանիայում, իսկ ես այնտեղ իմ կրթությունը շարունակել եմ։ Եվ ես կարծում եմ, որ հաստատ այն ռեսուրսը, որը ես ունեմ, կարելի է հոգուտ մեր պետության օգտագործել ու պետք է ասեմ քաղաքական այն ուժից, որից ես ունեմ առաջարկը, եւ մենք դեռևս իհարկե քննարկման փուլում ենք, որովհետեւ կա որոշակի հարցեր, որ ինձ համար շատ կարեւոր են, պետք է դրանք բոլորը շատ հստակ լինեն, որից հետո նոր միայն մենք կհայտարարենք այդ մասին։ Ես այսպես եմ կարծում, եթե սահմանված է ինձ կյանքի այս փուլում, որ ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, եւ անեմ այն աշխատանքները, որոնք կուզեմ անել, եւ օրենսդիր մարմնում այն գործունեությունը, որը ես կարող եմ ծավալել, ապա ես կփորձեմ այդ ամենը անել պատվով եւ հոգուտ իմ ժողովրդի, ինչպես միշտ եմ փորձել անել։ Իսկ եթե վիճակված չէ եւ սահմանված չէ, որ դա պետք է լինի կամ լինի այս փուլում կյանքի, միգուցե դա մյուս ընտրությունների համար է նախատեսված, որովհետեւ գիտեք, ես նաեւ շատ մեծ հավատքով մարդ եմ եւ ես թողել եմ Տիրոջը։ Եթե Տերը կամենա, որ ես այժմ եմ պետք եւ այժմ պետք է գործեմ, ապա դա վստահաբար կլինի։ Իսկ եթե ոչ, ուրեմն բոլոր մեր բանակցությունները եւ խոսակցությունները կմտնեն փակուղի եւ այս ընտրություններին ես չեմ մասնակցի այդ թիմի եւ այդ ուժի հետ։ Այսինքն կրկին զգում եք անդադ նույն մտքին եմ գալիս, որ ես շատ ինքնաբավ մարդ եմ։ Ես ամենևին խնդիր չունեմ իմ առջև դրված, որ ես ցույց տամ, որ ես վերադառնում եմ քաղաքականություն, որ ես պատգամավորի թեկնածու եմ կամ ես օրենսդիր մարմնում պետք է անպայման աշխատեմ։ Ես ուզում եմ աշխատել, ես կարող ուժեմ, սա անհամեստություն չէ, սա քո հստակ հնարավորությունների գնահատական է, եւ ես կրկին ասում եմ, այն կրթությունը եւ այն փորձը, որը ես կուտակել եմ այս ողջ տարիների ընթացքում, նաեւ ապրելով եւ աշխատելով Գերմանիայում, այն կարելի է շատ հաջողությամբ, անկախ որևէ կուսակցության ծառայելու, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է կուսակցական չլինելը, դեռևս տարիներ առաջ 2013 թվականին, երբ ես Ժառանգություն կուսակցության հետ էի համագործակցում եւ իրենց թիմակիցներ, ես երբեք կուսակցական չդարձա, որովհետեւ ինձ համար ճիշտ ասած շատ կարեւոր է կուսակցական չլինելը եւ անձի անհատի պաշտամունքին չլծվելը, որովհետեւ ինձ համար կարեւոր է լծվել պետության եւ պետականաշինության գործին։ Եվ ինձ համար շատ կարեւոր է, որ թույլ տան մարդուն աշխատել, գործանել, եւ ես կարծում եմ, եթե ինձ երբևէ այդ հնարավորությունը տրվի, պետք է որ դրանից մեր պետությունը շահիս։ Բոլոր այն չարախոս մարդիկ, ովքեր այս կամ այն բամբասանքներն են տարածում կամ հարցազրույցի ընթացքում հումորով ասում ես, որ դու տանը կատակում ես, ասում ես ես առաջին կին վարչապետն եմ լինելու եւ մարդիկ իրենց նեղություն չեն տալիս մտնելու եւ հարցազրույցը դիտելու եւ միայն վերնագրերից դատելով սկսում են քեզ չարախոսել եւ քարկոծել, ես ուղղակի ապշում եմ եւ մարդկանց մի փոքր հանդուրժողականություն եմ կամենում, տոլերանտություն եւ բարություն, որովհետեւ անգամ եթե ես դա կատակով հնչեցրած չլինեի եւ ասած չլինեի, որ տանը կատակում եմ, այլ ամենայն լրջությամբ ասած լինեի, որովհետև թող անհամեստ չհնչի, հաստատ իմ անցած ճանապարհը, իմ կենսագրությունը եւ իմ ստացած կրթությունը եւ իմ փորձը եւ իմ շատ մեծ փորձը ղեկավարման ու կառավարման հաստատ չի զիջում այն մարդկանց, ովքեր գրեթե չգիտեմ զրոյական կետից կամ չունենալով ոչինչ եւ անցած չլինելով այն ճանապարհը եւ ստացած չլինելով այն կրթությունը, այսօր այս կամ այն պաշտոնն են զբաղեցնում եւ տեսնում ենք ինչպես են քանդում այս կամ այն ոլորտը։ Էնպես որ շատ ցավալի է, որ մարդիկ, ովքեր քո կենսագրությանը ծանոթ չեն եւ չիմանալով թե ինչ ահռելի մեծ գործեր ես արել, որովհետեւ ղեկավարման ձիրքը դա երևում է
եւ մեդիա նախագիծ ղեկավարելիս, եւ որևէ պետական մարմին ղեկավարելիս, եւ թեկուզ կրթօջախ ղեկավարելիս։ Եթե դու չունես այդ առաջնորդության, լիդերության բնորոշ գծերը, դու չես կարողանում ճիշտ կառավարել ռեսուրսները, ճիշտ օգտագործել, ճիշտ նախագծեր կամ ծրագրեր իրականացնել, կլինի դա սոցիալական ծրագիր, թե կրթական ծրագիր, ապա այսպես թե այնպես դու որևէ բան չես կարող։ Այնպես որ ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր դեռ գործը չտեսած քեզ արդեն իսկ չարախոսում են կարծելով, որ քեզ պետք է թևաթափ անեն կամ կոտրեն, ես դա էլ եմ հասկանում, որտեղից են գալիս այդ բոլոր ազդակներն ու ճնշումները քեզ ինչ որ կերպ մեջդ կասկածներ գցելու, բայց ես չի լինի եւ ես չի լինի այն առաջնորդը, ով առաջին իսկ քննադատությունից պետք է կոտրվեր եւ սկսեր կասկածել, որովհետեւ այդ շրջանը ես անցնում եմ, որ հասնում եմ արդեն այն կետին, որ այդ մասին հայտարարում եմ, որովհետև եթե դեռ ինձ մոտ այն փուլն է, որ ես ծանրութ հետև եմ անում, հավասարակշռում եմ ռիսկերն եմ գնահատում, իմ այդ պահի ունեցած հնարավորությունները, թե առողջական, թե ժամանակային, թե ցանկացած տեսակի, ուրեմն եթե ես եկել հասել եմ այդ կետին, որ ընդունել եմ այդ առաջարկը եւ մենք արդեն բանակցում ենք այլ հարցերի շուրջ, նշանակում է, որ ես անցել եմ արդեն իսկ բոլոր այդ եթեների վրայով, այնպես որ սիրելի չարախոսողներ եւ իհարկե նաեւ շատ մարդիկ կան, ովքեր շատ ոգևորվել են, շատ ուրախացել են, անգամ արդեն մարդիկ կան, ովքեր ինձ նամակ են գրում եւ առաջարկում են ինչ որ կերպ միանալ ինձ եւ օգնել, աշխատել ինձ հետ, եթե կա դրա անհրաժեշտությունն ու կարիքն արդեն իսկ, ես միմիայն շնորհակալ եմ այդ մարդկանց, բայց նաև չի կարող այս մասին չբարձրաձայնել, որովհետև շատ վատ է, որ մեր երկրում չեն սովորել, որ չի կարելի, որ լինի մեկ անձի կամ մեկ կուսակցության իշխանություն։ Մարդիկ չեն հասկանում, որ որքան տարակարծություն տեղ գտնի օրենսդիր մարմնում կամ գործադիր մարմնում, դա դատական համակարգը չէ, որտեղ ամեն ինչ շատ այլ կերպ է եւ չորրորդ իշխանությունը չի, որը պայմանականորեն է իշխանություն համարվում ԶԼՄ-ները, այլ օրենսդիրն ու գործադիրը այն ոլորտներն են, որտեղ որքան բազմակարծություն, տարակարծություն եւ առողջ բանականությամբ մարդիկ, ովքեր չեն գնացել այնտեղ, որ ընդամենը մեկ կուսակցության շահեր պահեն կամ մեկ կուսակցության տեսլական երկիրը ղեկավարելու եւ առաջնորդելու, այլ չէ որ նաեւ քննադատության մեջ է կամ տարբեր կարծիքների բախումից է, որ առողջ հատիկ է դուրս գալիս։ Ինչ է, մենք չենք ուզում այդ առողջ հատիկը դուրս բերել, հա։ Մենք ուզում ենք միայն միշտ մի ուժ գա, իր կամքը թելադրի եւ նրա համակիրները ծափահարեն եւ ողջունեն, ասեն շատ լավ է, իսկ նրանք ովքեր համակիր չեն թշնամանան, ոչ, դրա համար տարբեր անգամ փոքրամասնության ձայնը պետք է լսելի լինի եւ ես կարծում եմ, որ մեր երկիրը միայն շահելու է այն պարագայում, երբ կլինի ոչ թե ինչպես խորհրդային միության տարիներին մեկ կուսակցության եւ մեկ անհատի պաշտամունք նկարն է միշտ պարտաճանաչ պատին փակցված, այլ կլինի իսկապես գործելու եւ առողջ քննադատության մթնոլորտ, որտեղ ոչ թե ինչ որ մեկը ասի մածունը սև է, բոլորը պետք է ասեն սև է, այլ պետք է քննել, պետք է ամենայն լրջությամբ կառավարել եւ ոչ թե այ մենք սիրում ենք մեր, չգիտեմ, փրկիչին, պաշտում ենք, ինքը ինչ էլ անի, լավ է անում, ճիշտ է անում։ Դրա համար էլ մենք ունենք այն ինչ ունենք։ Ըստ ձեզ, իհարկե առանց քաղաքականացնելու, Հայաստանը ինչ տեսակի կին առաջնորդների կարիք ունի, որովհետև գիտեմ, որ հիմա օրենսդրական այնպիսի կարգավորումներ կան, որ պիտի պարտադիր նաև կանայք լինեն ղեկավարման։ Անկեղծ դա ինձ շատ է դուր գալիս, որովհետև ես հավատում եմ, որ կանայք կարող են Հայաստանի Հանրապետության համար իսկապես օգտակար եւ շատ լավ գործ անել։ Հետաքրքիր է ձեր տեսակետը, ինչպիսինն է։ Ես կարծում եմ, որ անկախ սեռերից, որովհետև ինչպես ասացի, ես կատակով եմ այդ միտքը հնչեցրել, թեև չեմ բացառում, այնպես չէ, որ ես ետ եմ կանգնում իմ խոսքից ամենևին, սակայն թե կին ղեկավարի եւ թե տղամարդ ղեկավարի պարագայում առհասարակ երկիր ղեկավարողի պարագայում ամենակարևորը, որպեսզի որևէ փուլում եւ որևէ կետում դու չմոռանաս այն խոստումները եւ այն բարձրաձայնածդ
հարցերը, խնդիրները, որոնց լուծման համար ես եկել իշխանության եւ որի համար են քեզ վստահության քվե տվել, որովհետեւ եթե ինչ որ փուլում դու նույնպես ինչպես հաճախ տեղի է ունենում, չէ, ովքեր հայտնվում են աթոռին, շատ կարճ ժամանակ հետո զգում ես, որ այդ մարդը բոլորովին կերպարանափոխվել է եւ եթե նախկինում բոլորովին այլ հռետորաբանությամբ էր անգամ հանդես գալիս, այժմ կարող է իրեն թույլ տալ ասել ով է որոշողը, եթե ոչ ես ոնց ասեմ, այնպես է պետք է լինի։ Այդտեղ արդեն իմ պատկերացմամբ հոդս է ցնդում երկրի ղեկավարի ողջ այդ իմ իդեալական պատկերացումները, հա, դու պետք է հստակ ծրագիր ունենաս, որի համար եթե քեզ վստահության քվե են տվել, դու գաս եւ հետամուտ լինես այդ ծրագրի իրականացմանը։ Եվ ինչ որ մի կետում դու քեզ չզգաս տերուտ իրական, ինչ որ իշխանիկ ում պետք է բոլորը ծառայեն եւ այն սկզբունքները եւ այն գաղափարները, որոնք դու նախկինում առաջ էիր քաշում, մեկ է մի օր պարզվի, որ դու ամենևին դրանց կրողը եւ դրանց կյանքի կոչողը չես։ Պատասխանատվության այդ զգացումը պետք է բոլոր փուլերում քեզ առաջնորդի եւ դու երբեք զգացողությունդ իրականության հետ չպետք է կորցնես, որտեղ եթե դու դադարում ես քաղաքացիներին զգալ եւ առաջնորդվում ես միայն քեզ կուրորեն հավատացող եւ վստահողների կարծիքով, ապա դու իրականության պատկերացումը կորցնում ես։ Եւ բնականաբար այն շատ կարեւոր կետը, որը այդպես էլ Հայաստանում չպահվեց ցայսօր, այն է, որ այլակարծություն չի ընդունվում։ Եթե դու ուժեղ գործող ռեսուրս ես քեզանից որպես անհատ ներկայացնում, բայց եթե դու կուսակցական չես, եթե դու իրենց նման չես ասում, որ մածունը սև է, ինչպես իրենք ուզում են լսել, ապա չեն հանդուրժում իրենց իշխանության, իրենց կուսակցության մեջ որևէ այլակարծություն։ Եվ ես կարծում եմ, որ դա որևէ լավ տեղ չի տանում, որովհետև դու պետություն պետք է ղեկավարես, դա քո կուսակցությունը չի, որ դու ինչպես ճիշտ եւ հարմար գտնես, այնպես էլ անես։ Այսինքն ղեկավարը երկրի պետք է կարողանա տարանջատել, որտեղ է ավարտվում իր կուսակցության շահը եւ կուսակցական կամ անես հայտարարություններ, որ եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, կամ այսինքն շանտաժի լեզվով ժողովրդի հետ խոսելը նույնպես իրապես լավ ղեկավարի իմ պատկերացումների մեջ չի մտնում, որովհետև դու երկիրը ղեկավարում ես, մինչև այն կետը, որ կետը ղեկավարում ես, եւ դու դա պետք է անես եւ ծառայես ոչ թե քո շահերին, ոչ թե այս կամ այն հիմնադրամի ղեկավարը քո ընտանիքի անդամը կամ քո մտերիմը պետք է լինի, ոչ թե այս կամ այն պետական տենդերները քեզ հաճո մարդկանց պետք է տրվեն, այսինքն այն ամենը ինչ նա որպես ոչ երկրի ղեկավար ասում էր եւ այսօր դրանք երկու տարբեր հռետորաբանություն են եւ երկու տարբեր գործելավոճ են։ Դու պետք է ղեկավարես երկիրը եւ ոչ թե քո անձնական ընկերությունը դա սարքես, որտեղ միմիայն քեզ հաճոյացող մարդիկ են, միմիայն մշտապես քեզ գովերքող մարդիկ են եւ յուրաքանչյուր կառույցում դպրոցի տնօրենից, մանկապարտեզի տնօրենից սկսած մինչեւ ամենաբարձր ատյանները, անգամ համալսարաններում դու ոչ թե պետք է քեզ հաճո եւ քեզ ծառայող կադրերի նշանակես, ինչպես անում էին նախկինում էլ։ Մենք ինչի էինք պայքարում նախկինում։ Մենք ինչի համար էինք ուզում լինի փոփոխություններ, որpիսի այս անառողջ մթնոլորտը նաեւ վերանա, բայց պետք է ասեմ, որ դժբախտաբար չվերացավ։ Այդ դրա համար լավ ղեկավարը կարողանում է տարանջատել իր կուսակցությունն ու պետությունը, իր կուսակցության շահերն ու պետության շահերը եւ ոչ թե ամեն բան անում է, որ ինքը հնարավորինս շահեկան դիրքում լինի եւ իր անձի պաշտամունքը հնարավորինս անսասան լինի, այլ ճիշտ հակառակը երկրի վարկն ու հարգը բարձրանա։ Եվ ես կարծում եմ այն մարդով կարողանում է այդ սթափությունը չկորցնել եւ ճիշտ առաջնորդվել եւ դե իհարկե եթե այժմ շատ խորանանք աշխարհակաղակական գեոպոլիտիկ խնդիրներում ես նոր բան ասած չեմ լինի որ Հայաստանն ինքն իրենով որպես փոքրիկ միավոր պետք է կարողանա նաև շատ ուժեղ հոտառություն ունենալ եւ հասկանալ թե այդ աշխարհակաղակական վայրի վերումների եւ վտանգավոր խաղերի մեջ ինչպես անել, որպիսի անգամ քո այդ համեստ դիրքով եւ համեստ ռեսուրսներով չդառնաս պարզապես խաղաթուղթ այս կամ այն հզոր պետությունների ձեռքին։ Այդ ամենը այդքան հեշտ չէ եւ մեկ հաղորդման շրջանակներում վերլուծելու չէ պարզապես, բայց քանի որ պետք է ես ինչ որ կերպ անդրադառնամ այս թեմային, ինձ համար ամենակարևորը, որ
որտեվ դա նաև գալիս է նրանից աշխարհաքաղաքական այդ վայրի վերումներին դիմակայելը այն պարագայում, երբ դու կարողանում ես վեր կանգնել այդ քո կուսակցական շահերից եւ քո անձնական շահերից եւ չես կարծում, որ այ եթե ես չընտրվեմ, ուրեմն վերջ աշխարհը փլուզվելու է, Հայաստանը կործանվելու է, ինչ անգամ քարտեզի վրայից Հայաստանը վերանալու է։ Դա նշանակում է, որ ինչ որ փուլում դու նույնպես տրվել ես այն բոլոր գայթակղություններին, ինչին որ նախորդ իշխանությունները եւ այդ սթափության եւ այդ առողջ բանական հատիկը չկա հասկանալու, որ ամեն բան հոգուտ պետության շահի եւ ոչ թե կուսակցության։ Ըստ ձեզ, առաջնորդ կինը ինչ 3 գլխավոր հատկանիշներ պետք է ունենա։ Ինչպես արդեն նշեցի, ինձ համար կարևոր չէ կին ղեկավար թե տղամարդ ղեկավար, բայց քանի որ այնուամենայնիվ ուզում եք տարանջատել, ըստ իս հենց առաջին կետը այն պետք է լինի, որ շեշտադրում չարվի իր սեռային պատկանելիության վրա, այսինքն նա կարողանա այնքան ճիշտ դրսևորել իրեն աշխատանքային իր այնպիսի գործիքակազմ օգտագործի, որ որևէ կերպ ի ցույց չդնի կամ թիրախավորեն նրա կին լինելը, եւ դա պահանջում է շատ խիստ մասնագիտական եւ նաեւ ինտելեկտուալ ու կրթական որակներ, որպեսզի դու կարողանաս քեզ այնպես դիրքավորել եւ այնպես քո գործունեությունը ծավալել, որ քեզ չթիրախավորեն որպես կին, այլ քեզ ընկալեն որպես քաղաքական գործիչ։ Հաջորդը դա զգացմունքայնության եւ էմոցիոնալ լինելու այդ կանանց ավելի հակվածությունն է, որովհետեւ մենք ուզենք թե չուզենք, որպես կին մենք առավել զգացմունքային ենք, առավել մեր զգացմունքները եւ ապրումները ցուցադրող տեսակ ենք եւ ոչ թաքցնող կրկին քաղաքականության մեջ պետք է հնարավորինս սթափ սառը հավասարակշռված ռացիոնալ, որովհետև մենք կանայքս կարող ենք իրացիոնալ թեկուզ լրագրողները երբ գալիս են եւ քեզ տալիս են հարցեր, որոնց դու այդ պահին չես ցանկանում պատասխանել, դու որպես քաղաքական գործիչ պետք է կարողանաս զգացմունքներդ կառավարել եւ հնարավորինս քեզ այդպես շատ հավասարակշռված եւ ոչ զգացմունքային մեկը դրսեւորել, հակառակ դեպքում դա դիտարկվում է որպես թուլություն եւ թիրախավորվում է։ Եվ հաջորդը բնականաբար արդեն մասնագիտական եւ գործելու ունակություններն են, թե դու որքանով ես կարող այս կամ այն ոլորտում աշխատել, ի ցույց դնել քո ողջ պոտենցիալը եւ կյանքի կոչել այն ամենը, ինչը ցանկանում ես կյանքի կոչել, որովհետեւ ազգային ժողովում քիչ չեն մարդիկ, ովքեր նստած են պարզապես մանդատ ունեն կնոպկաներ սեղմելու համար, կամ նրանց ներկայությունը պարզապես զուտ ֆիզիկական ներկայություն է, բայց երբ նայում ես մարդը ոչ օրենսդիր մարմնում, ոչ առհասարակ որևէ քաղաքացիների համար որևէ ինչ որ գործ արած չկա։ Ես կարծում եմ, որ պետք է այն մարդիկ այդ տեղը զբաղեցնեն եւ այդ մանդատը վերցնեն, ովքեր իսկապես ուզում են աշխատել։ Եվ թվում է շատ պարզունակ այս խոսքը, որ պետք է գալ ծառայելու, բայց իսկապես այդպես է, եթե դու տրամադրված ես ծառայելու, եթե դու տրամադրված ես գալու եւ գործանելու, ապա այդ հատկությունն է կարեւոր եւ ոչ թե այն, որ պարզապես շատ հարմար այդպես այս կամ այն, չգիտեմ, որակների շնորհիվ այդ մանդատին տերես կանգնել եւ դու падգամավոր ես, ոչ, դու պետք է աշխատես, եթե դու հակված չես աշխատելու եւ գործանելու, ապա պետք է մեկ այլ ոլորտում քեզ փորձես, որը գործ չունի մարդկային ճակատագրերի հետ, իսկ այստեղ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ գործ ունենք, մի ամբողջ պետության ճակատագրի հետ գործ ունենք, այնպես որ ես կարծում եմ նաև ամենակարևորը, որ մարդ գիտակցի, որ ինքը գալիս է եւ ինչ որ միտեղ նաև ճակատագրեր են կախված իրենից եւ ինքը պետք է հնարավորինս ճիշտ ու կոռեկտ եւ պետականամետ որոշումների կողքին լինի եւ ոչ թե ուղղակի իր կուսակցության շահերի համար այդտեղ նստած լինի։ Ամեն դեպքում ես չեմ ուզում, որպեսզի մեր հաղորդաշարը թիրախավորվի որպես շատ ֆեմինիստական շարժում առաջ տանող որևէ հաղորդաշար, ասեմ ինչու։ Որովհետև այս տղամարդկանց աշխարհում, երբ
բոլոր ոլորտներում ղեկավարում եւ կառավարում են տղամարդիկ, անձամբ ես հավատում եմ, որ կանայք կարող են իսկապես բան փոխել, օգտակարություն ունենալ եւ ինչպես դուք ասացիք, կանայք կարող են իրենց էմոցիոնալությունը եւ բնությունից տրված հատկանիշները օգտագործելով իսկապես հանրօգուտ, հայանպաստ, ազգանվեր գործունեություն անել, ամեն մեկն իր ոլորտում, դա կլինի քաղաքականություն, թե լրագրություն, թե գրականություն, էական չէ։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որպեսզի կանայք կարողանան իրենց ուժերին հավատալ, վստահեն իրենց ինտուիցիային, որովհետև ինտուիցիան շատ ժամանակ չի ստում, չի խաբում, այդ գայարաններին կարողանան վստահել, որովհետև շատ ժամանակ կանանց զգայականությունը կարողանում է թույլ տալ իրենց, որ իրենք կարողանան շատ լավ տիրապետել իրավիճակին, եւ ես դրան հավատում եմ եւ ուզում եմ, որ մեր այս հաղորդաշարը լսող, դիտող մարդիկ ոգեշնչվեն, մոտիվացվեն եւ սկսեն հավատալ իրենց ուժերին եւ կարողանան իրենց ոլորտում որևէ բան փոխել։ Եվ ինչու ոչ, նաև նույն այդ կանայք նաև քաջալերեն այն կանանց, ովքեր արդեն իսկ հայտ են ներկայացրել այս կամ այն ոլորտում եւ իրենց մեջ գտել են այդ ուժն ու քաջությունը գործելու եւ ոչ թե առաջին քարնետողները եւ առաջին քննադատողները որպես կանոն հենց կանայք են լինում, ինչը շատ ցավալի է եւ վստահաբար ձեր հաղորդումը չի վերածվի ֆեմինիստական կոչերով ինչ որ հաղորդման, որովհետեւ պարզապես ես կարծում եմ սա մեր բոլորի բնականon մարդկային ցանկությունն է, որպեսզի բոլոր ոլորտներում նաև հավասարապես կանայք ընդգրկված եւ ներկայացված լինեն, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ սերերով չպետք է պայմանավորել, պետք է մարդկանց ներուժով եւ մարդկանց ռեսուրսներով, գիտելիքով ու փորձով առաջնորդվել, որովհետեւ անկախ սերից, եթե կինը ունակ է, հրաշալի է, եթե ունակ չէ, ապա զուտ միայն նրա համար, որ նա կին է եւ ինչ-ինչ հմտությունների վրա աչք փակել, դե ոչինչ, նա կին է, ես երբեք այս կարծիքին չեմ եղել եւ հաճախ ինձ ասում են, օրինակ դուք ձեզ համարում եք ֆեմինիստ, ասում ես իմ ողջ կյանքով եմ ֆեմինիստ, ես կարիք չունեմ ինչ որ լոզունգների կամ վերամբարձ բարձրաձայնումների ֆեմինիստական ինչ որ մտքեր արտահայտելու, որովհետև դու երբ ապրում ես հենց ամբողջությամբ, որովհետև ֆեմինիզմը ինչ է, կանանց իրավունքների մասին է։ Ուղղակի շատ ժամանակ, ներողություն որ ընդհատում եմ, ուղղակի շատ ժամանակ ֆեմինիստական գաղափարներն ու շարժումները դրանք կոնտեքստից կտրվում են եւ մարդկանց մոտ սխալ ընկալում է լինում, թե ինչ է ֆեմինիզմը իրականում։ Ֆեմինիզմը սկսվել է կանանց իրավունքների պաշտպանությունից, կանանց կրթության հնարավորություն ստանալուց եւ ես ընտրելու հնարավորությունից, այո, ես չեմ ուզում որպեսզի այդպես մենք տարանջատենք, դրա համար միշտ իմ խոսքում նշում եմ, որ մենք բնավ չենք քարկոծում եւ թերարժևորում տղամարդկանց դերը եւ նշանակությունը, բայց նաեւ ուզում ենք այս հասարակությունում արժևորել կնոջ կարող ուժ լինելը։ Բայց դե նաև անպայման պետք է նշել, որ Հայաստանը մոլորակի վրայի այն բացառիկ երկրներից պետություններից է, որտեղ կինը միշտ առավել հարգված եւ ընդունված եւ լսելի է եղել, որքանով էլ մեզ փորձում են հակառակը համոզել, անգամ շատ եվրոպական երկրներում, երբ կանայք ընտրելու իրավունք չունեին կամ լսված չէին, կամ նրանց թույլ չէին տալիս այս կամ այն չգիտեմ գործունեությունը, հայուհիները առաջիններից են եղել նույն արտերկրում թեկուզ ապրելով, որովհետև անգամ գիրք կա եւ ես հաճախ եմ այս գրքի մասին ուզում հուշել մեր լսարանին, 50 կանայք, որ փոխել են աշխարհը եւ 50 հայուհիներ, որ փոխել են աշխարհը եւ պետք է ասեմ, որ շատ ոլորտներ, որտեղ որ կնոջ մուտքը արգելված է եղել, առաջինը հայտ են ներկայացրել հենց հայուհիները։ Այնպես որ այս իմաստով մենք երբեմն պարզապես լավ տեղեկացված չենք, իրազեկ չենք, բայց իրականում մեր հայուհիները եւ նաեւ այդ ավանդույթը մեր մշակութային ծագումնաբանությամբ, որ նայում ես մշակութաբանության տեսանկյունից, հայկական ընտանիքներում մեծ մոր տատի խոսքը միշտ ամենապատվաբերը եւ ամենածանրակշիռն է եղել, դա շատ բանի մասին է խոսում։ Եվ պետք է ասեմ, որ բոլոր այն այսպես կարծրատիպային քարոզները, որ հրամցվում է մեր դեռահաս աղջիկներին կամ երիտասարդ աղջիկներին, նույն այդ կոնտեքստ, ինչպես ասացինք, ենթատեքստից կտրված լոզունգներով կամ մտքերով, ես պետք է ասեմ, որ դրանք երբեմն ձևական բնույթ են կրում, որովհետև փառք Աստծո, մենք Հայաստանում, այո, բոլոր այդ
խտրականություններով եւ բռնություններով եւ այլնով հանդերձ, բայց դա ամբողջ աշխարհում կա եւ ընտանեկան բռնությունը եւ սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքը, բայց հավատացեք, մենք Հայաստանում այդ իրավահավասարության տեսանկյունից մշտապես շատ ավելի շահեկան դիրքերում ենք եղել, քան շատ պետություններ, որ այսօր համարվում են ամենազարգացածը, այնպես որ մենք այժմ որ հայուհիներով այսպես նստած ենք, ազատ խոսքի իրավունք ունենք, մեր մտքերը ոչ միայն արտահայտելու, այլ նաև դրանք կյանքի կոչելու հնարավորություն ունենք եւ ընտրելու եւ ընտրվելու եւ շատ այլ բաների եւ ղեկավար աշխատելու եւ մեր սեփական գործը հիմնելու։ Պարտադիր չէ որ մենք բարձրաձայնենք, որ մենք ֆեմինիստ ենք, հենց մեր ողջ կյանքն է դրա մասին խոսում, թե մեր երկրում որքանով ենք մենք պաշտպանված եւ հնարավորություն ունենք նաև լինելով կին մեր մասին ասելու, բարձրաձայնելու եւ հայտ ներկայացնելու տղամարդկանց հավասար Հայաստանը փոխելու, ինչու ոչ նաև աշխարհը փոխելու։ Սիրելի Անի, շնորհակալ եմ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Ցավոք մեր ժամանակային սահմանափակումը խանգարում է միշտ, որովհետև զրույցի են ամենահետաքրքիր ու թեժ պահերին միշտ մեզ հիշեցնում են, որ արդեն ժամանակն է հաղորդումը եզրափակելու։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, առողջություն եւ վստահ եմ, որ ձեր արտահայտած մտքերը, ծրագրերը, նպատակները շարունակաբար կյանքի կկոչվեն եւ սրտանց ուզում եմ, որպեսզի դրանք հաջողությամբ պսակվեն։ Անչափ շնորհակալ եմ Մանե ջան այս հետաքրքիր տարբերվող զրույցի համար եւ ձեզ ցանկանում եմ շատ հետաքրքիր եւ ասելիք ունեցող հյուրեր։ Շնորհակալ եմ։ Դե ինչ հիշեցնեմ մեր ռադիոյն կնդիրներին եւ դիտողներին, որ ես Մանե Բարեղամյանն եմ եւ Գործարար Ալիքի եթերում դուք դիտում եք կամ լսում եք 2X հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրն էր Անի Քոչարը։ Շնորհակալություն։